Ինձ բան չունես ասելու։ Չգիտեմ ինչ ասեմ, են կնոջով իր երեխային թողել գնացել եմ։ Հա, թողել գնացել է, ճիշտ ես ասում։ Մեզ դու ինչ գիտես ես ինչ ճանապարհ եմ անցել, հա։ Դու ինչ գիտես իմ մողին։ Դու պետք է շնորհակալություն հայտնես, որ ես քեզ այդքան լավ տղա եմ տվել։ Հենրի համար ես Աստծուն եմ շնորհակալ։ Իսկ քո ստեղ գալու իմաստը չեմ հասկանում։ Իմաստը բարձից էլ բարձ է։ Եկել եմ ասելու, որ վերջացավ որդուս մայրը խաղալու ժամանակը, քո ժամանակը։ Ուրեմն ուշադիր լսի, ես քեզ ինչ եմ ասում։ Ես կյանքում ոչ մեկին վատություն չեմ արել, բայց եթե դու մոտենաս երեխուս, ես քեզ կոչնչացնեմ։ Ասում ես երեխուս։ Հա, երեխուս։ Հենրին իմ տղան է։ Ու մենակ իմը։ Իսկ հիմա դուրս գնաց տեղից։ Բժշկուհի ջան, ախր քեզով խնդրեց այդքան հուզվես։ Ես ուղղակի չեմ հասկանում դու ինչ սպասելիքներով ես եկել։ Լսիր, եթե ես սկսեմ իմ սպասելիքներից խոսել, ստիպված կլինենք բժիշկ կանչել քո համար։ Ոնց կարող էր քեզնից Հենրիի նման երեխա ծնվել։ Ժամանակն է, որը հրաշքն իմանա, թե ով է իրականում իր մայրը։ Դու Հենրիին չես մոտենա։ Ու եթե նույնիսկ մոտենաս, ինքը քեզ այնքան հեռու կուղարկի, որ էլ երբեք չես վերադառնա։ Հնարավոր է, բայց ասեմ քեզ առաջվա պես էլ չի պաշտի, այդ հաստատ։ Դու նույնիսկ հիմա Հենրիի մասին չես մտածում։ Քեզ ամբողջ կյանքում մենակ փողն է հետաքրքրել։ Ոնց հասկանում եմ, հիմա էլ ոչ մի բան չի փոխվել։ Այս ամեն ինչը էլի փողի համար է արվում, չէ՞։ Մի տեսակ շատ ես հուզվում։ Զգուշ չուշաթափվես։ Հեռվից հեռու ահաբեկելը չստացվեց, եկել ես, որ փողը տարձեռն վերցնես։ Կպայքարեմ այնքան, ինչքան որ կկարողանամ։ Մենք միասին կպայքարենք ու կպայքարենք մինչև վերջ, հասկացար։ Մինչև վերջ, Անգելինա։ Ու հանկարծ չվախենաս ծնողներիդ ահաբեկումներից։ Ու առավել ևս իմ ծնողների խաղերից։ Դու մենակ իմ հետ գործ ունես։ Լավ, մի պայմանով։ Ասա տենը։ Որ ինձ այս իմ հիասքանչ ծաղիկների հետ պիտի նկարես։ Դուր առախոսդ լավ։ Սպասի։ Դե արի մի հատ էլ իրար հետ նկարվենք։ Գիտես, այս ձեր բազմախբյուր գյուղը սկսել է դուրս գալ։ Այդ շատ լավ է։ Բայց վատն է նա, որ ես պիտի արդեն գնամ, որովհետև մերոնք հնարավոր է ինչ-որ բան կասկածեն, իսկ ես չեմ ուզում։ Բայց ոչինչ, որ ես չեմ կարող քեզնից բաժանվեմ։ Դե ստիպված ես։ Այ Անգելինա, այս ինչ ես անում դու իմ հետ։ Լավ, արի գոնե ես քեզ տուն տանեմ։ Չէ, գիժես։ Չէ, ես կգնամ։ Չես մոռացել, չէ՞։ Խոստումս չեմ դրժի։
Դոկտոր ջան, չես հավատա, բայց ես նույնիսկ այս տարեքում վախենում եմ հիվանդանոց ընկնելուց։ Դուք էլ չեք հավատա, բայց մարդ չկա, ով դրանից չվախենա։ Այս քո թեթևությունն ու անմիջականությունը որ չլիներ, ես չի էլ գա։ Գիտես Գորջան, վերջի շրջանում անընդհատ սրտին օպաներ է ունենում։ Հետո ինչ-որ ժամանակ անցնում կարգավորվում է։ Հա, ու դուք էլ մոռանում եք բժիշկի դիմեք։ Մարկիտ ջան, ես քեզ արդեն ասացի իմ մտավախությունների մասին։ Խնդրում եմ։ Ոչ դոկտոր, ոչ մարկիչ։ Ձեր համար ուղղակի գոր։ Գորջան, ուզում եմ, որ ինքը ամբողջովին ստուգվի, որ իմանանք, որ ամեն ինչ լավ է։ Դե ամեն ինչ լավ է, թե ոչ այնքան լավ, բարձ կդառնա ընդհանուր հետազոտությունից հետո։ Գորջան, կլինի մի քանի հատ դեղ գրես, վերցնեմ գնամ տուն։ Ամենալավ հիվանդանոցը իմ համար, որտեղ ես շատ արագ կլավանամ, դա իմ տունն է։ Ես միայն զարմանում եմ, որ Անգելինան ձեր հետ չի։ Երեխեն չգիտի, որ մենք հիվանդանոց ենք եկել, չգիտի ու պետք էլ չի, որ իմանա, որ չանհանգստանա։ Հա, ես էլ զարմացա, թե չէ Անգելինան ձեզ մենակ թողնողը չէր։ Գնանք։ Սենց մի անգամից։ Մի քանի անալիզ հանձնեք ու հետո հասկանանք, կորոնարոգրաֆիա անում ենք, թե չէ։ Շնորհակալ եմ ինձ չմերժելու համար։ Կարծում եմ, եթե Յանան չլիներ։ Իսկ ես վստահ եմ, եթե չլիներ Յանան, բախտը ինձ չէր ժպտա ու մենք հիմա միասին այստեղ նստած չենք լինի։ Սեմ, ես չեմ թաքցնի, որ քեզ այդ շփումը հաճելի է, բայց Խնդրում եմ, արի առանց բացատրությունների ու առանց պարտավորվածության։ Մեզ միմյանց ներկայությունը հաճելի է, ուրեմն ինչի մեզ զրկենք այդ հաճույքից։ շփումը հաճելի է, բայց մենք գրեթե իրար չենք ճանաչում, Սեմ։ Դե այս հանդիպումները նրա համար է, որ իրար ավելի լավ ճանաչենք։ Բայց արի չշտապենք, հա։ Իսկ ով է շտապում։ Բայց իրոք ով է շտապում։ Չգիտեմ, միգուցե ենթադրությունը սխալ է, բայց մենք երկուս էլ իրար նման ենք։ Մենք հանգիստ ենք տեսակով։ Ու գուցե հենց այդ հանգստությունն էլ մեզ միավորում է։ Դե նաև դա։ Հա, քո համար անակնկալ ունեմ։ Սա քեզ։ Սա ի՞նչ է։ Նվեր քարտը, անկեղծ ասած ուզում էի քեզ ֆորիոյեմից նվեր առնեի, բայց քանի որ մենք միմյանց լավ չենք ճանաչում, չգիտեի թե դու ինչ կհավանես, դրա համար որոշեցի նվեր քարտը տալ քեզ, դու ինքդ կգնաս ու կընտրես այն ինչ որ քո սրտով է։ Հա, իդեպ, այնտեղ 20,000-ից ավել նվերների տեսականի կա։ Սեմ, իրականում չէի ցանկանա քեզ sense նեղություն պատճառեի, բայց շատ հաճելի է, շնորհակալ եմ շատ։ Շատ ուրախ եմ, որ իմ նվերը քո դուր եկավ։ Հա, իդեպ, այնտեղ կան նաև տարբեր տեսակի ծառայություններ, ժամանց, դասընթացներ, մի խոսքով կգնաս կտեսնես։ Անկեղծ շատ շնորհակալ եմ ու շոյված։ Մամ, պապ։ Ոնց է տրամադրությունը դրեշտակ։ Face control-ը ոնց անցավ։ Ու ֆենրի։ Ինչ եղավ։ Էլի նեղացրի հրեշտակիս։ Հետ գամ։ Չէ, հետ գալ պետք չի։ Արդեն կարոտեցի քեզ։ Ինչը չէի ասի քո մասին։ Քեզ ուրախ տրամադրությամբ ճանապարհեցի տուն, բայց ոնց որ էլի տրամադրեցին իմ դեմ։
Խնդիրն է նա, որ ծնողներս տանը չեն։ Ավելի լավ, կյանքդ չայն ուտի։ Իրականում անհանգստանում եմ, տնից դուրս են եկել, բան չեն ասել։ Հանկարծ բան եղած չլինի։ Աղջիկ ջան, դու էլ հո անետ հորքուրը չես։ Մի անգամից վատն ես մտածում։ Միքայել, իմ ցանկությունն է, այդ Լարան Բագրատը ոնց անսպասելի հայտնվել է, դից անսպասել էլ անհետանա։ Դե ինչ որ ծրագրով եկել է, մի բան կա, հենց նոնց ոչ էր գա։ Ուղղակի պետք է պարզել, ինչի համար է եկել։ Դե ժամանակի հարցը կպարզենք։ Հա ինչ պարզենք, տղա ջան։ Պարզից էլ պարզ է։ Մարդը եկել է 70% հանքի, բաժնե տոմսերը առել է, դες լուրջ դեմքով։ Սովածեությամբ էլ վերանգել։ Բագրատին պետք է պատին սեղմել։ Երբ։ Մենք միշտ ասում ենք, բայց ոչ մի բան չենք անում։ Տեղից չենք շարժվում։ Չէ, ես հասկանում եմ, որ քեզ Աննայի հանգամանքը հետ է պահում։ Բայց քեզ ասեմ ավելին։ Բագրատին ոչ մի բան հետ չի պահում։ Ոչ մի արգելք։ Հասկացա՞ր։ Հիմա ինձ բիզնեսի հետ կապված խնդիրները չի անհանգստացնում, ինձ Բագրատն է անհանգստացնում։ Քիթը ուր ասես խոթել է, արդեն շատ մոտ է կանգնել ընտանիքիս։ Լավ արել։ Շատ լավ արել։ Լակոտիտով էր խնդրում, որ գնա մտնի դրա թևի տակ։ Բագրատը կարա փորի ու հասնի ճշմարտությանը։ Կարծում եմ գիտես չէ, որ ճշմարտության մասին եմ խոսում։ Հա տղա ջան։ Այդ ժամանակ համ տաղուտ կկորցնես, համ կնոջդ, համ էլ կվարկաբեկվես դու։ Ես պետք է թույլ չտամ, որ Բագրատը այդքան հեռուն գնա։ Միքայել, այդ Բագրատի շեղել է պետք։ Բիզնեսի մեջ դրան խնդիրներ պետք է առաջացնենք։ Իսկ ինչ կլինի, որ հարկայինը պատահական մտնի հանք։ Շատ լավ է, շատ հետաքրքիր է։ Տեղին է, որտեղ Բագրատ Լալայանն է, այնտեղ մախինացիա։ Չի կարա չլինի։ Ես քեզ կզանգեմ։ Զանգել պետք չի, հիվանդանոց արի։ Ինչ ա եղել։ Հիվանդանոց արի, ասում եմ շտապ է։ Ինչ ա եղել, Աննա։ Ինչ է եղել։ Կարող է Բագրատը գործի անցել։ Չգիտեմ ինչ ա արել Բագրատը, բայց այս զանգը հեչ ինձ դուրս չեկավ։ Նյարդանանում եմ, Ֆրիկ։ Ինչ ես պահին քեզ հակացուցված է։ Ես ավելի թեթև էի պատկերացնում ես ստուգումները։ Ոչինչ, ավելի լավ, նորմալ կստուգեն, եթե վտանգ կա, կկանխեն, մենք էլ հանգիստ կլինենք։ Ոնց եք։ Այդ կախված է նրանից, երբ եմ տուն գնում։ Դեռ շուտ է տուն գնալու մասին մտածել է։ Ինչի, Գորջան։ Մեռնում եմ։ Այո։ Բաս ասած ճաճապակ։ Իսկ ավելի կոնկրետ ի՞նչն է պատճառը։ Պետք է պարկի։ Դեռ չի կարող տուն գնալ։ Մի քիչ խնդիրներ կա սրտի հետ կապված։ Իսկ ավելի կոնկրետ։ Հետո կխոսենք։ Դա ավելի լավ։ Մենք շտապելու տեղ չունենք։ Թող մնա, հետազոտվի, մեզ համար ամենակարևորը ավագի առողջությունն է։ Հալո։ Մամ, ուր եք։ Ալես հիվանդանոցում ենք, եկել ենք հայրդ, որ ստուգվի։ Ինչի համար։
Դե վատացավ, մենք էլ եկել ենք հիվանդանոց, գոր մարկիչի մոտ ենք, բայց նոր ասեց, որ պետք է պապան պարկի։ Լավ, ես հեսա գալիս եմ։ Ես հասել ստեղ։ Վերջին տակակությունն էլ անում ես, հա։ Չնայած ինչ եմ զարմանում։ Քեզնից ամեն ինչ սպասելի է։ Ամեն ինչ նույնն է։ Ոչինչ չի փոխվել։ Լսի, ես քեզ թույլ չեմ տա ինձ հետ այդպես խոսես։ Ես քո հետ ոնց ուզեմ այտենց էլ կխոսեմ, որովհետև ես դրա իրավունքը ունեմ։ Լուրջ? Այդ իմ հետ ես։ Հա։ Հա, քո հետ եմ։ Ես քեզ երկու մատով կխեղդեմ։ Եթե հենց հիմա չչքվես ստեղից։ Լուրջ ես ասում։ Հա, շատ լուրջ եմ ասում։ Մինչև տաքսին գա կարող ա, մոտակա ծասկի տակ սպասենք։ Հա, էլի, արի։ Գնացինք։ Սենուլը չի, հա է ինքը, սենուլն ու շատ լավ ունեցինք այսօր։ Չկա տաքսիտ։ Յա, ոչ եմ խանգարում։ Հենջի։ Խոսա։ Ինչ գործ ունես ստեղ քերոջս հետ։ Սպասում եմ։ Նախ բարի օր։ Այդ հլը պարզ չէ, օրը բարի է, թե հարցիս պատասխանի։ Հեն Սեմն ընդամենը ուղեկցում էր ինձ։ Բայց ինչի՞ է Սեմը քեզ ուղեկցում։ Ինքը ինձ հարցրել է, հա։ Հա, փաստորեն, ով ինչ անի, պիտի քո թույլտվությունից հետո անի։ Հա, բա իհարկե։ Թե քո համարը տենց չի ընդունված։ Դու էլ քուր ունես, եթե չեմ սխալվում։ Ու քո համար նորմալ է, հա, որ ով ուզի մոտենա, ով ուզի ուղեկցի։ Հենրի ավելորդ բաներ ես խոսում։ Քրոջս անուն էլ չշոշափես։ Լավ է, լուրջ։ Դե լսի քեզ ինչ եմ ասում։ Հաջորդ անգամ քրոջս հետ քեզ չտենամ։ Դու դրա համար հələ շատ մեծ ճանապարհ պետք է անցնես։ Նախ առաջինը հորս պետք է տենաս, հետո ինձ։ Բայց ոնց հասկանում եմ քո դեպքում էդ էլ չի փրկի։ Ինչ ես խոսում, ամոթ է։ Հանգստացի Ֆայնա։ Հենրի, եթե հետս հարցեր կա, մենք իրար հետ կհանդիպենք, խոսենք, առանց Ֆայնայի ներկայության։ Ես քեզ ինչ պետք էր ասեցի։ Էլ հանդիպելու կարիք չկա։ Ֆայնա անցի ավտոն։ Հենջի։ Ասեցի անցի ավտոն։ Լսի, դու իմ դուրը չես գալիս, սիմպատիաս քո հետ չի բռնում, ինչ-որ ներքին վատ զգացողություն ունեմ քո հետ կապված, արի դու քեզ փորձանքի մեջ մի քցի, ու նենց արա, որ մեր ճանապարհները չխաչվեն։ Լսի, դու չես իմ կյանքի ճանապարհը գծողը,
Հարցեր կան, արի պարզենք։ Ուղղակի հիմա քրոջդ հետ ես։ Չէ, դու ոնց որ ինձ լուրջ չես ընդունում։ Քրոջս անուն էլ չտաս։ Իր հետ գործ չունես։ Ավելի լավ է թող գնա, քան ինձ կառավարում են։ Ես չեմ ուզում քո հետ մանկական բազարների մեջ մտնեմ։ Գնա երկար կմտածես ու հասկացի քո ճիշտն ու սխալը։ Ընկել ես հետևիցդ։ Այն ինչ որ ասեցի էլ չեմ կրկնելու։ Դու իմ սրտով չես ընկեր միլիցիոներ։ Որտեղից էլ գտնում ես սրանց։ Գոնե մի քիչ քնի, շատ տանջվեց։ Ինչ որ է հասավ անընդհատ հիվանդանոցներում։ Երևի հանգիստ կյանքից է։ Կամ էլ չեղած բանից այդքան անհանգստանալուց։ Անգելինա, ես այդ թեմայի շուրջ չեմ ուզում հիմա խոսել։ Հիմա իմ մուշկու միտքս հորդ առողջությունն է։ Անհամբեր սպասում եմ, թե գորը երբ կգա մի լուր ասի վիճակի մասին։ Մենք էլ ձեր մասին էինք բամբասում։ Թող ինձ բամբասողները դուք լինեք։ Վերջնական եզրակացությունը կա արդեն բժիշկ ջան։ Հա կա։ Սրտի աճ ու ձախ-փականները գրեթե բոլորը շարքից դուրս են եկել։ Սիրտը թթվասնով սնուցող հիմնական ուղին ախտահարված է։ Աստված իմ։ Այդ շատ լուրջ է։ Անոթի պատրման կամ խցանման պատճառ կարող է դառնալ։ Ինչն էլ իր հերթին կարող է կատվածի հասցնել։ Մենակ է մեզ մնում պակաս։ Խոճապի մի մատնվեք տիկին Վիկտորիա, որպեսզի մարդու կյանքը վտանգի չընտարկենք, պետք է անհապաղ վիրահատության գնանք։ Կարծում եմ հասկանում ես, որ թողնելն ու սպասելու իմաստ չունի։ Հա, ոնց չեմ հասկանում։ Ինչ է պետք անել։ Դուք միայն ասեք, մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Ինձ ամենակարևորը, որ իմ ամուսինը ոտքի կանգնի ու այս հիվանդանոցի ճանապարհը մոռանա։ Հանգիստ եղեք։ Ես ամեն ինչ կձեռնարկեմ։ Ինչ որ հարկն է կկազմակերպեմ։ Ձեզնից միայն պահանջվում է չլարվել ու չանհանգստանալ։ Մի բանը չեմ խոսք տալիս։ Այս սիրտս պայթում է։ Մամ, խնդրում եմ հանգստացի։ Մենք ձեզ վստահում ենք։ Ինչ ես եկել հիվանդանոց։ Ինձ ձերքս պաստող ցավացնում ես։ Ոչինչ կդիմանաս։ Ինչ ես ասկան տարիներ հետո եկի հասե Աննայի մոտ, հա։ Պարզ չի։ Չէ, պարզ չի։ Մենակ չասես նորես հիշե, որ Կոբոյի տղա ունես։ Լսի, ես երբեք իր մասին չեմ մոռացել։ Լուրջ։ Դրա համար է $200,000 ինֆորմացիա սակարկում։ Էությունը չի փոխվել։ Ոնց կա իր տենց է մնացել ես, մորդ նման։ Մորս ես ամեն ինչի մեջ չխառնես։ Իր այդ գործ չունես։ Ես չեմ խառնում մորդ, մերը տա խառնվել դեռ տարիներ առաջ։ Երևի մոռացել ես, որ զանգում քեզ համոզում էր, որ իմ ու հորս ունեցվածքի կեսը քո անունով անեիր։ Ինչ ունենք, չունենք, վերցնեիր ու թռնեիր։ Բայց լավա միամիտ չէինք։ Ձեր հեռախոսազրույցը լսեցինք։ Հայրդ ինձ այլ ընտրանք չէր թողել։ Լավ էր արել։ Քո նմանին էտել է շատ, հələ գոհի, որ տկլոր դուրս չի շպրտել, 2 կոպեկ փող ա տվել, որ կարանաս երկրից թռնես, գնաս այդ էշին գտնես ու ամուսնանաս հետը։ Հիմա ինչ ես եկել։ Ինչը դա պակաս, կարող է դա փողերդ կերելա, դու էլ մտածե գցե բռնել ես, ամենահարմար տարբերակը էլի մեզ ես գտել, եկել ես հիմա էլի փող ես ուսելու։ Դեսի հերիք հա, հերիք առանց հերտալու խոսես։ Քեզ թվում է ես ասելու բան չունեմ, հա։ Դու ոնց կարաս ասելու բան ունենաս։ Դու այնքան տականք ես, որ տխուտ թեման փողով ես կշռում։ Գազանը որ գազանա, իր ձակին թևի տակ դրած ման է գալիս։ Բայց դու գազանից էլ վատն ես։ Այսքան ժամանակ մտքովդ անցել է մի հատ դռան արանքից նայես, տղետ ոնց է, ճանաչես գոնե դեմքով։ Թե երևակայությունդ մենակ նրա համար է հերիքում, որ Telegram-ով փող ուզես, այ էժան։ Սի։ Ես եմ Հենրի մայրը։ Հենրին մի մայր ունի, ու այդ մայրը Աննան է։ Ու ես քեզ խիստ զգուշացնում եմ, ես քեզ կսպանեմ, եթե Հենրիի կյանքը թունավորես։ Եթե ուզում ես արևի տակ ապրես, հեռու մնա Հենրիից կիլոմետրերով։
Քանտարի հետ այդ կինը հայտնվելով որոշել ամեն ինչ խառնել իրար։ Աստվածի մի ես քեզ խնդրում եմ մենակ թե Հենրին չիմանա ճշմարտությունը։ Ես թույլ չեմ տա, որ լինի այն ինչից ես այս Քանտարի վախեցել եմ։ Ախր չեմ հասկանում։ Դու chat GPT-ով ես այդ նույնանման անջատվածներին գտնում։ Ասենք ինչ ես անում, սենց գրում ես ինչ տիպի ընկեր ես ուզում, բերում, արհեստական բանականությունը։ Խոսա մի գժվեցրու ինձ։ Վայ դե Հենրի ինչ խոսամ։ Դու խոսում, դու պատասխանում ես։ Ախր քուրիկս, գանձս իմ կյանք, իմ հարցին պատասխանի, հա։ Ոնց ես այդ անհասկանալի երևույթներին գտնում։ Ախր դեմքներին նայում ես ոչ մի բանի մասին է։ Հեն բան չունեմ ասելու։ Ալբերտի մասով դու ճիշտ էիր։ Ես միշտ եմ ճիշտ, միշտ։ Փաստորեն։ Իսկ կարող դու ընտրես սրանից հետո ես ում հետ քայլեմ, ում հետ դուրս գամ, ում հետ սրճարան գնամ։ Հենրի, իմ շրջապատից ոչ մեկին դու չես հավանում։ Սկսած Յանայից։ Բա իհարկե ես պիտի ընտրեմ։ Ոնց որ մի քիչ երկար հասար այդ ճշմարտությանը։ Ուզում ես ասես ես այդքան խելք չունեմ։ Ֆայնա, ունես խելք, ուղղակի դու միամիտ ես։ Դե դու էլ մեր Աստվածն ես, չէ՞։ Դու պետք է ընտրես ես ուր գնամ, ինչ անեմ, ինչ ուտեմ, ինչ հագնեմ։ Հա ու էլի հա։ Ես պետք է ընտրեմ, թե դու ինչ հագնես, ուր գնաս ու ինչ ուտես։ Իսկ կարող է փորձես քո անձնականը դասավորել դրա փոխարեն։ Եթե քոնը չի ստացվում, չի նշանակում իմն էլ պետք է խառնես։ Տոնը փոխի։ Չհասկացա, ես ձեր ձայները ո՞ւր է հասնում։ Ինչ է այստեղ կատարվում։ Անետ իրան ասա, որ իմ հետ այդ տոնով չխոսա։ Իրան ասա ինձ չհրամայի ու չթելադրի ես ոնց ապրեմ։ Իրան ասա, որ հենց ես պետք է իրան թելադրեմ ու հրամայեմ։ Ոդիսևսն է, էլի։ Իրան ասա նեզ չի լինելու ոնց որ ինքն է ասում։ Իրան ասա, որ արդեն լեզվին է տալիս։ Հիմա երկուսդ էլ ձայներդ կտրում եք։ Հենրի, դու դուրս արի։ Ես Ֆայնայի հետ կխոսեմ։ Անցար։ Արիչնենք ներքև։ Քո են սիրած գաթայից եմ տխել։ Համ կուտենք, արի։ Համ էլ ինձ հերթով կարգով կպատմես տեսնեմ ինչ է եղել, լավ։ Առաջացի։ Հա, Հենրի։ Ես լացում ես։ Չէ։ Ոնց չէ։ Գրվա ես չեմ զգում դու լացում ես թե չէ։ Ասա տենամ ինչ ա եղել, ով է խաթրիդ կպե։ Պապայիս երբն են ուզում վիրահատեն։ Այ քեզ բան։ Դա չէիր կարում զանգեիր, ասեիր պարտադիր ես պետքա զանգեի։ Չգիտեմ, զանգե ինչ ասեի։ Որ հիվանդանոցում եք։ Չէ, չգաս։ Ասում եմ որտեղ եք։ Խնդրում եմ քեզ չգաս, պետք չի։ Ինչ է, լավ չես։ Անհանգիստ էի։ Նրա քաշն ինչ է, որ անհանգստանում ես։ Ստվերն անգամ հիվանդանոցում չի երևա։ Միքայել, ես վախենում եմ։ Ինչի՞ց։ Որ կկորցնեմ տղուս։ Խոստացի, որ Հենրին չի իմանա ճշմարտությունը։ Մի անհանգստացի։ Ինքը լավ գիտի, որ ես իրան կսպանեմ, եթե մոտենա Հենրիին։ Այսօր Ֆայնային տուն ճանապարհեցի ու տան մոտ աղբորը տեսա։ Դե սկսեց անկապ դուրս տալ, բայց դե դրա դուրս տալունով է նայում։ Հասունանալու ճանապարհին է տղեն։ Դու ոնց որ Ֆայնային տուն ճանապարհելու մտքից շատ ուրախ ես։ Թե ինձ է թվում։ Մերի Ֆայնան իմ տեսած ամենասիրուն, ամենապարկեշտ աղջիկն է։ Ախր ոնց ասեմ,
շատ լավն է։ Դե ինքը կարող է։ Այ եղբայրը, այ եղբորը չեմ հավանում։ Հանկարծ խնդիրներ չստեղծի։ Նա թող Անգելինային գերկի ու Երջանիկ լինեն։ Երկուսով մեկը մյուսին արժանի են։ Ասեմ իմանաս իրար համար էլ ծնվել են։ Ես շատ ուրախ եմ, որ դու այլ աղջկա կողմ ես նայել։ Բայց ամեն դեպքում այդ ընտանիքից զգուշանալը չէր խանգարի։ Մերի, ինչ չես վստահում։ Եթե ես աշխարհում կամ մարդում անվերապահորեն վստահում եմ, այդ դու ես։ Իդեպ շատ լավ արեցիր, որ գրիլյան կանչեցիր, որովհետև այստեղ սնվել ես շատ եմ սիրում։ Բա ես քեզ վատեղ կբերեմ։ Համել ուզեցի այսօր քեզ մի քիչ հոգսերից թեթևացնել։ Ու ասեմ, իդեալական ստացվեց։ Ապրես։ Անուշ լինի։ Հենրիշ ճիշտ է ասում։ Այն Ալբերտի պատմությունը քեզ դաս չեղավ։ Հորքուր, դու Սեմին ճանաչում ես, որ տենց ես ասում։ Պետք էլ չի ճանաչի։ Էտով դառավ, որ հորքուրս իրան ճանաչի։ Ինչի՞։ Որ Անգելինայի հարևանն է դրա համար։ Ես չեմ հասկանում, ով բազմախբյուրից է վատն է։ Հələ մի րոպե ստոպ։ Իջանք ներքև, որ հանգիստ զրուցենք, չէ՞։ Բայց շարունակում եք վիճելը։ Չեմ հասկանում, ես գաթան քաղցր, չէ՞։ Չէ դե հորքուր։ Համ քաղցր, համ շատ համով էր։ Բայց այդ իմ վերաբերմունքը Սեմի հանդեպ չի փոխում։ Հորքուրս, դու խելացի կին ես, կյանք տեսած։ Այս դամբուլին։ Ստոպ։ Միած սիրուն խոսի, դամբուլը որն է։ Այս հրաշք քույրիկից բացատրի, որ ռեպերտուարը փոխի։ Դե նա Տրդատ Տոնիկյանն է, գիտությունների դոկտոր, փիլիսոփա, մարդկային հարաբերությունների աս։ Ոնց ասի տենց է։ Ամենայն դեպս ես ավելի էփված եմ, քան դու։ Ու ընդհանրապես ես չեմ ուզում քո կողքին հիմա տաղատենամ։ Այսինքն որ տաղատենամ, կարող է մտածեմ այդ դրա շուրջ։ Հենրի։ Տոնետ։ Անետ։ Ասա բալես։ Ես հա չեմ ասում այդ տղային սիրում եմ։ Չեմ կարա, չէ, մեկին չմոռացած մյուսին սիրեմ։ Իմ ասած ընդհանրն է, որ այդ տղան իսկապես բարի, կիրթ, արժանավոր երիտասարդ է։ Մի րոպե բալես։ Երբ որ մարդուն լավ չես ճանաչում, այդ կիրթ, արժանավոր, այդ գեղեցիկ բառերը մի շռայլի։ Հենրիշ ճիշտ է ասում, դու շատ միամիտ ես։ Այդ կիրթ, արժանավոր բառերը քեզ են արժանի։ Կապրենք, կտեսնենք, թե ինչ մարդ է լավ։ Բայց հալալ է քեզ Բագրատ։ Շատ դժվարությունների միջով անցար, բայց ուզածիդ հասարել եմ։ Դու ծնվել ես այս կյանքի համար։ Դու ծնվել ես, որ ղեկավար ես։ Դու ծնվել ես, որ նստես գային ու հրամաններ տաս։ Մարդը սիրուն պահով է ուզում փչացնի։ Ո՞վ է։ Բարև ձեզ, Բագրատ Լալայան։ Բարև ձեզ, ում հետ պատիվ ունեմ խոսելու։ Ես չեմ հիշում, որ այս ժամին հանդիպում եմ նշանակել։ Հարկային տեսուչ Դավիթ Մուշեղիչ։ Այդ լավ է, որ Դավիթ Մուշեղիչն ես։ Բայց շատ վատ է, որ հարկային տեսուչ ես։ Ու հիմա դիմացես կանգնած ես։ Ճիշտ նկատեցիք։ Իմ ներկայությունը իրոք ձեզ համար վատ է, քանի որ եկել ենք ձեզ մոտ ստուգումներ իրականացնենք։